Ղարաբաղի ակցենտով խոսացող ինչ-որ փսլինքներ, դիմակները հակած տեսանյութ են հրապարակել, որտեղ սպառնում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Դիմակների հետևից իրանց շեֆերի նման ուժեղ տղա են խաղում։ Շատ հետաքրքիր է, թե Ղարաբաղի պատերազմի ժամանակ այդ դիմակները հակած այս փսլինքները ուր էին, բայց Ղարաբաղի համար իրանց կյանքը ինչի չտվեցին։ Հիմա Հայաստանում եկել Ղարաբաղ են ուզում փրկեն, իրականում Ղարաբաղյան կլանն են ուզում վերականգնեն, իդեմս Ռոբիկի, Կալուգացի օլիգարխի ու Բելարուսի օլիգարխի, բայց չի ստացվելու։ Ղարաբաղյան կլանի դեմը վաղուց են կառել, ու Ղարաբաղյան կլանի քոքը մինչև վերջ կտրելու ենք։ Ոչ մի ռազմական շքերթ մեզ չի պաշտպանելու, երբ գան 300,000 ադրբեջանցիները։ Կալուգացի շպիոնի փորը չտարավ այն ձեռքբերումները, որ ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Փորը չտարավ այն հակաօդային միջոցները, այն անօդաչու թռչող սարքերը, այն հրետանային միջոցները, որոնցով հագեցել է Հայաստանի Հանրապետության բանակը։ Էլի ինչ-որ տափակություններ է դուրս տալիս 300,000 ադրբեջանցիների մասին։ Սա այն հայտնի Ոչիլի անեկդոտի նման է։ Ով ինչից խոսա չխոսա, Սամոն խոսում է 300,000 ադրբեջանցիներից։ Բայց այդ Ոչիլը Սամոյի կոկորդում է կանգնելու ու վրան շատ թանկ է նստելու։ Իսկ եթե ձեզ թվում է, թե Սամոն իր գերդաստանի միակ անմեղսունակն է, ասեմ, որ ոչ։ Վերջինիս եղբոր անմեղսունակ որդին էլ հայտարարել է, թե հաջորդ իշխանություններին այդ զենքերը նվեր են տալու։ Հիմա հարց եմ տալիս. պարոն քաղաքական անմեղսունակ, սիրուն աշկերիդ համար են նվեր տալու, թե Սամոյի այն սեքսի նախարար որդու սիրուն աշկերի համար են նվեր տալու։ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները այսպես փայլուն երիտասարդներ են։ Հիմա թոշակառուներ են։ Ավել բան չխոսեմ, դա ավել բան չխոսեմ։ Մեծամասամբ թափած ատամներով։ Քոչարյանի քաղաքական քյավթառները հիմա էլ վիրավորում են մեր թոշակառուներին։ Այն որ այդ մարդիկ հնարավոր է մնացել են առանց ատամ, դա այդ նույն Քոչարյանի, այս նույն դաշնակների, այն Սերժիկ Սարգսյանի կառավարման արդյունքն է։ Բայց հոգ չէ, այդ մարդիկ արդեն ունեն անվճար առողջության ապահովագրություն, ու ոչ միայն իրենց ատամները, այլ նաև աչքերը, սրտերը ու մյուս բոլոր բժշկական հետազոտությունները կարող են անվճար անցնել ու բուժում ստանալ։ Բայց Քոչարյանն ու իր թայֆան քաղաքական քյավթառ կար, քաղաքական քյավթառ էլ մնալու է, այ դա անբուժելի է։ Ես կարող եմ ասել, որ մեր ընտանիքի տղաները թե պատերազմի ժամանակ, թե դրանից առաջ աշխատել են, որ իրենք չզոհվեն, որովհետև իրենք կենտանի մեռելներ են։ Իրենք ուրիշ ոչ մի խոսույթ չեն կարող տալ հասարակությանը, մենք առաջարկում ենք ծրագրեր,